Բարև ձեզ։ Ես այսօր ուզում եմ խոսել վերածննդի շրջանի մասին, իտալական վերածնունդ եւ այսպես կոչված հյուսային վերածնունդ, այդ երևույթի մասին, որ դեռ ունեցավ 12-ից մինչև 16-րդ դարաշրջանը, եւ ուզում եմ խոսել նաեւ այն մասին, թե ինչ կապ կա Հայաստանի եւ վերածննդի ընդհանրապես կայացման հետ։ Պետք է ասեմ, որ կապը շատ անմիջական էր եւ ուղիղ, եւ դա պայմանավորված նրանով, որ Իտալիան ինքն իրեն Հռոմից անկումից հետո այդ պետությունը կոչվեց Իտալիա եւ քանի որ մինչ այդ այդտեղ ապրել են իտալիկները, որին Հռոնոս եւ Հռոնոդոտոս եղբայրները ուղղակի գենոցիդի ենթարկեցին, այնուհետև Հռոմի անկումից հետո այդ երկրի անունը դրեցին այն երկրի անունը, որտեղ որ ապրել են ժողովուրդները, իտալացիները, եւ այն անունը կոչեցին Իտալիա։ Սակայն այնտեղ իտալացիները շատ քիչ տոկոս էին կազմում, եւ հիմնական բնակիչները դրանք էտրուսկներն էին, որոնք մինչ Հռոմի ձևավորվելը տեղափոխվել էին Հայաստանից, դրանք էթնիկ ժողովուրդն էին, էթնոս ասացին, էտրուսկ անվանեցին, նրանք հայկական ծագում ունեին, հայկական լեռնաշխարհից գնացած ժողովուրդ էր, որոնք որ ճարտարապետներ էին, շինարարներ էին, վարպետներ էին, այսպես ասած, եւ արվեստի մարդիկ էին, եւ Իտալիա անունը կրելով հանդերձ հիմնական ժառանգորդները եւ բնակիչները եղան էտրուսկների ժառանգները, հիմնական մեծ տոկոսը կազմեցին նրանք։ Եվ ահա որտեղից է նմանությունը իտալացիների եւ հայերի, եւ քանի որ Իտալիան գնալով այդպես ծաղկող երկիր դարձավ, եվրոպական երկիր դարձավ, ունեցավ նաեւ հնարավորություններ նաեւ արվեստը զարգացնելու, եւ այդ արվեստը հիմնված էր հատկապես հենց այդ էտրուսկների վրա, էտրուսկների գենետիկայի վրա, եւ էտրուսկները կրում էին հայկական նկարչության եւ ընդհանրապես հայկական մշակույթի ամենանուրբ երանգները իրանք գիտեին, եւ 12-րդ դարից սկսած հենվելով ուրեմն նախտյաց մշակույթի վրա, հայոց մանրանկարչության վրա մինչ նկարչություն եղած ժամանակաշրջանի նկարչության եւ քանդակագործության վրա, որ ինչպես որ մենք տեսանք, որ Անահիտ Միծո արձանը, որ ակադեմիական ձևով քանդակվել էր եւ որ համարում է հելենիստական շրջանի ստեղծագործություն, այնուամենայնիվ դրանք հիմք հանդիսացան իտալական վերածնունդի նկարչության եւ վարպետները, որոնք որ հիմքը դրեցին, Լեոնարդո դա Վինչին էր, Միքելանջելո Բոնարոտին էր, Ռաֆայելոն եւ հատկապես Լեոնարդո դա Վինչին, որ ուսումնասիրում էր ուրեմն մարդկանց մարմինները, ուղղակի հերձում էր եւ ուսումնասիրում կանային կառուցվածք, ես չգիտեմ, ոսկորների դասավորություն եւ այլն, որի շնորհիվ ինքը կարողացավ ակադեմիական նկարչություն անել, ֆիգուր նկարել, դիմանկար անել եւ ակադեմիական նկարչություն անելով հանդերձ նա հիմնական սյուժեն դրանք հոգեոր սյուժեներն էին, որ վարպետորեն սկսեցին նրանք ստեղծագործել եւ Միքելանջելոն քանդակագործության մեջ եւ նաեւ գեղանկարի մեջ, Տեպոլոն, որ սկսեցի եկեղեցիներ նկարազարդել եւ այլն, այնուհետև մոտ 100 տարի հետո այսպես կոչվեց ավելի ճիշտ հյուսային վերածնունդը, որը հիմնականում սկիզբը դրվեց Նիդերլանդիայում, հիմա այսօր այդ պետությունը չկա, բայց նրա մեջ էր Հոլանդիան, Նիդերլանդները եւ այլն մի քանի պետություններ, որտեղ որ մեծ վարպետներ մեջտեղ եկան, Վան Դեյք, այնուհետև Գերմանիայում Բոսխ, Ալբրեխտ Դյուրեր եւ այլն,
այնուհետև դա դրսևորվեց շատ ակտիվ նաև Լեհաստանում, Ֆրանսիայում, ավելի ուշ Անգլիայում եւ ինչ նմանություն եւ ինչ տարբերություն կար իտալական վերածննդի եւ հյուսային վերածննդի միջեւ։ Իտալական վերածնունդը մարդու մասին էր, մարդու եւ Աստծո մասին էր, իսկ հյուսային վերածնունդը ավելի շատ ուրեմն բնավորության մասին եւ գաղափարություն, ավելի շատ գաղափարություն էր, քան ուրեմն գեղարվեստ։ Բնականաբար զիջում էր իր էսթետիկայով, դրանում համոզվելու համար կարող ավակին ոսկի նկարչություն նայել Ալբրեխտ Դյուրերը իհարկե ակադեմիական նկարչությունը իր մոտ շատ ավելի ներքան մյուսների, որովհետև նա Իտալիայում դպրոց անցավ, իտալական դպրոց անցավ եւ կարողացավ ակադեմիական նկարչություն այնտեղ անել։ Եվ ահա շղթան, որ նայում ենք, այնուամենայնիվ դրանք շատ մեծ ուղիղ կապ ունեն մեր հայկականության հետ։ Ես նորից պետք է նշեմ այն մասին, մատնանշեմ, որ մենք պետք է կարողանանք արժևորենք ինքներս մեզ այն ինչ որ մեր նախնիները արել են եւ թողել են մեր ժառանգություն, մենք կարողանանք դրան տեր կանենք եւ սկսենք արժևորել մեր անցյալը, այսօրը եւ որ կարողանանք վաղ օրը մեզ համար ավելի որոշակիացնել։ Շնորհակալություն այսքանը։ Ստեսություն։